Հունիսի 27-ի առավոտյան իրավապահ մարմինները Շիրակի թեմի առաջնորդարանում էին Միքայել arczepiskopos Աչապահյանին քննչական կոմիտե տեղափոխելու համար ըստ հարուցված քրգործի։ Հոգևորականը սակայն առաջնորդարանում չէր, ավելի ուշ պարզ դարձավ, որ նա գտնվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Ուժայինները արդեն Էջմիածնում փորձեցին ձերբակալել Աչապահյանին, որը տևական ժամանակ չէր ներկայանում մահացած աշխատակիցներին։ Այդ ընթացքում եկեղեցու բակում տեղի են ունենում քաշքշուկներ, անգամ որոշ անձիկ բերման ենթարկեցին։ Էջմիածին տանող ճանապարհը ևս վերահսկողության տակ էր։ Ավելի ուշ arczepiskopos Աչապահյանը դուրս եկավ ու հայտարարեց, որ գնում է քննչական կոմիտե, սակայն հավաքվածները չթողեցին տեղափոխող մեքենային տեղից շարժվել։ Հոգևորականը տեսնելով դա դուրս եկավ մեքենայից ու դեպի Երևան ճանապարհի մի մասը շարունակեց ոտքով։ Այդ ընթացքում մի խումբ ոստիկաններ արդեն հավաքվել էին քննչական կոմիտեի առջև։ Այնտեղ էին նաև Աչապահյանի աջակիցներից որոշները։ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե ԵԱՏՄ և թե ԵՄ անդամ։ Հունիսի 27-ին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Օվերչուկը, կրկին անդրադառնալով Հայաստանի ազգային ժողովի կողմից ընդունված օրենքին։ Դա կնշանակի, որ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում կհայտնվեն ապրանքներ, որոնք չեն համապատասխանում մեր պահանջներին։ Այս հարցը մենք ներառել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի օրակարգում, նշել է Օվերչուկը։ Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով ինքը պատրաստվում է այս խնդրի վերաբերյալ նամակ գրել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Երևանի Ծարավ աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հունիսի 27-ին հրդեհ է բռնկվել։ Ահազանգը ՆԳՆ փրկարար ծառայությունը ստացել է հունիսի 27-ին ժամը 4:30-ի սահմաններում։ Հրդեհի բարդությունը թիվ 2 կանչ է հայտարարել։ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել է 350 բնակիչ։ Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվել են ավտոմեքենաներ, նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 7-ին։ 57 կիլոգրամ քաշային ազատ ոճի իմբիշ Էրիկ Պապիկյանը դարձել է մինչև 15 տարեկանների չեմպիոն։ Իտալիայի Կաորելե քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում նա եզրափակչում մրցել է Տիգրան Կոլոտյանի հետ, վերջինն էլ հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն։ Նույն առաջնությունում 44 կիլոգրամ քաշային Արեն Փիրուզյանը, 52 կիլոգրամ քաշային Արեն Միրզոյանը և 62 կիլոգրամ քաշային Համլետ Անտոնյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Ռուսական էստրադայի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հունիսի 27-ին դիմել է Հայաստանի վարչապետին, հիշեցնելով եկեղեցական պատվիրանները։ Նա հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը, որն ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու է հանդես եկել, абսուրդային և շինծու մեղադրանքներով կալանավորված է։ Նա կոչ արել դադարեցնել եկեղեցու նկատմամբ հետապնդումները և ազատ արձակել Կարապետյանին։ Я родился в Болгарии. В жилах моего отца текла армянская кровь. Моя мать даровала мне частички цыганской, русской, французской и еврейской крови. Всю свою жизнь я посвятил России, где обрел популярность, друзей, любовь и самую главную свою награду – моих детей. И вот с моим другом случилась беда. Мой добрый друг Самвел Карапетян, который выразил свои опасения, связанные с гонениями на представителей древнейшей церкви, армянской апостольской церкви. И вот теперь наш друг брошен в казематы по совершенно абсурдным и надуманным обвинениями. И коль дело касается церкви, хочу напомнить премьеру Пашиняну одну из 10 заповедей. Не произноси ложного свидетельства на ближнего твоего. Самвел всегда с заботой и любовью относился и относится к своей родине Армении. Человек, который не раз лично вставал на защиту угнетенных на своей исторической родине. Лично и финансово поддерживал социально значимые проекты для людей, а не правительств. Никогда не заявлял о намерениях входить в какой-либо политический лагерь. Прошу прекратить гонения на Самвела, прекратить политические репрессии на церковь и священнослужителей. Прошу органы исполнительной власти заняться своими обязанностями по улучшению состояния прекрасной страны Армении, а не нападать на священнослужителей и почитаемых персон в Армении.